Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի եւ Սարամեջ գյուղի բնակիչ 17-ամյա երկու տղաներ տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ։ Հունվարի 12-ին ժամը 12:25-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում նրանցից մեկը հայտնաբերվեց եւ տեղափոխվեց վարչություն։ Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց կպչուն ժապավենով 4 պատետ եւ գաղտնի փականով դանակ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված միջոցառման արդյունքում նույն օրը ժամը 16:55-ին հայտնաբերվեց ու վարչություն տեղափոխվեց նաև 17-ամյա մյուս պատանին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ վերջինիս թմրամիջոցով փաթեթները տվել է համագյուղացին, Սարամեջի բնակիչ մեկ այլ 17-ամյա պատանի, նա էլ նույն օրը ձերբակալվեց։ Ըստ պատանիների, նրանք իբր գտել են թմրամիջոցով փաթեթները, որոնց մի մասը թաքցրել են Սարամեջ գյուղի սկզբնամասում։ Հունվարի 14-ին կատարված զննությամբ տղաների նշած վայրում հայտնաբերվեց մարիխուանայով 19 փաթեթ։ Դատարանի որոշմամբ նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական վերահսկողությունը համակցված բացակայելու արգելքի եւ դասիարակչական վերահսկողության հետ։ Հիշեցնենք, որ տեղադրման միջոցով թմրանյութերի իրացումն է հանցանք, որին հաջորդում է քրեական պատասխանատվությունը։ Նաեւ կրկին կոչ ենք անում ծնողներին լինել ուշադիր անչափահասների նկատմամբ, նրանց մշտապես հիշեցնել պատժի անխուսափելիության մասին եւ հեռու պահել հակառույնական արարքներից։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։